Խորհրդարանական ընտրությունները մոտենում են, քաղաքական դաշտում ակտիվ եռուզեռ և վերադասավորումներ է։ Civic AM-ի նկարանող խումբը գտնվում է Էրեբունի վարչական շրջանում և կփորձի պարզել, եթե այս կիրակի լինեին խորհրդարանական ընտրություններ, մեր համաքաղաքացիները որ քաղաքական ուժին կընտրեին։ Եթե այս կիրակի լինեին ընտրություններ, որ քաղաքական ուժին կընտրեիք։ Բնականաբար քաղաքացիական պայմանագրերին։ Ինչ բարենարությունների համար, ինչ գործերի։ Ոայ, որ նշեմ կուշանամ, աշխատանք եմ գնում այնքան շատ է։ Ամենակարևորը խաղաղությունը։ Այո։ Ճանապարհները, դպրոցներ, մանկապարտեզներ, չգիտեմ ինչ ասեմ, բակերը երեխաների համար, ֆուտբոլի դաշտերը, շատ են, շատ։ Այո, թոշակների բարձրացումը։ 2 տարի է, որ չի զոհվել։ Սահմանին զոհեր չունենք, 2 տարի է արդեն փոքր է լավել։ Կրճատումներ ենք ունեցել, բավականին լավ զենք զինամթերք ենք կարողացել ձեռք բերել, բանակաշինություն, ինժեներական շատ մեծ աշխատանքներ, համազգեստներ են նոր զինվորների։ Ասում եմ, որ ասեմ, մինչև երեկոյան կասեմ, շատ կասեմ, էլի, խնդրեմ։ Փաշինյանը։ Իսկ որ բարեփոխումներ կներկայացնեք։ Բոլորը բարեփոխումներ է։ Եթե այս կիրակի լինեին խորհրդարանական ընտրություններ, որ քաղաքական ուժին կընտրեիք։ Պարզ չի։ ՔՊ-ին։ Որ քաղաքական ուժին կընտրեիք։ Պարզ չի, որ մեր վարչապետին։ Երբ Փաշինյանական եմ, ես ավելի շատ։ Հա, իսկ որ բարեփոխումներն եք գնահատում։ Այս վիճակն ինձ լրի բավարարում է։ Հա, այսինքն առողջապահության ապահովագրություն։ Իհարկե, միանշանակ։ Իհարկե, բարեկեցիկ կյանքի ենք դեպի գնում։ Այո։ Եթե այս կիրակի լինեին խորհրդարանական ընտրություններ, որ քաղաքական ուժին կընտրեիք։ Ներկայիս ուժին։ Նիկոլի Կուսակցյանը կընտրել։ Որ բարեփոխումները կնշեք։ Որ բարեփոխումները։ Բոլոր բարեփոխումները։ Չի, ոչ մի բան չի բանանում, այդ 21 տարեկանը։ Այս կիրակի լինի խորհրդարանական ընտրություններ, որ քաղաքական ուժին կընտրեիք։ ՔՊ-ին։ Եթե այս կիրակի լինեին խորհրդարանական ընտրություններ, որ քաղաքական ուժին կընտրեիք։ Իհարկե ԿՊ Նիկոլի։ Կթվարկեք բարեփոխումներ։ Ինչ։ Բարեփոխումներ կթվարկեք։ Բարեփոխումներ ամեն ինչ է փոխվում, ամեն ինչ լավանում է, դպրոցներ, մանկապարտեզներ, ամեն ինչը նորմալ է։ Իսկ թոշակների բարձրացումից։ Թոշակների բարձրացումներ տեղյակ եմ, շատ է լավ են մտածել, շատ է ճիշտ են մտածել։ Առողջապահության ապահովագրություն։ Շատ լավ է։ Օրինակ ես հաշմանդամ եմ, շատ գոհ եմ։ Անվճար բոլոր ստուգումները, ամեն ինչ նորմալ է։ Շատ գոհ եմ թե պոլիկլինիկայից, թե նախարարությունից, թե Նիկոլ Փաշինյանից։ Որ քաղաքական ուժին կընտրեիք։ Դեռ չեմ որոշել։ Որ քաղաքական ուժին կընտրեիք։ Իհարկե, ՔՊ-ականներին։ Իսկ որ գործերն եք գնահատում, որ գործեր եք։ Ինչ որ անում եմ, գնահատում եմ։ Հա։ Հա։ Ես լիովին, ես առաջորդանից ընտրել եմ Փաշինյանին ու երբեք չեմ հրաժարվի նորից ընտրել։ Շնորհակալ եմ։ Որ քաղաքական ուժին կընտրեիք։ Այդի չեմ ասի։ Եթե այս կիրակի լինեին խորհրդարանական ընտրություններ, որ քաղաքական ուժին կընտրեիք։ Ովքեր են ներգրաված։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը ծանոթ եք ներկայիս։ Այն իրանց է։ Իրան եք ընտրել։ Իսկ բարեփոխումներից մի քանի բան կթվարկեք։ Այս բայդրության նկատմամբ։ Այո։ Տրանսպորտը, Այո։ թոշակառուների հենց այդ քեշբեքների մասով, նորից ավելացումները ապրիլի 1-ից։ Այս բանը այսքանը կարող եմ նշել։ Թող Նիկոլը լինի, ահագին փոփոխություններ ա եղել, ահագին գեղեցիկ վերանորոգ է սարքել ա մեր ժողովրդի համար, թող միջև այդ մտածեն, որ սենց ծանր վիճակ չլիներ։ Շատ շնորհակալ եմ, նես չի, որ ինքը ոչինչ չի արել, մտածել ա երկրի համար, փողերը բյուջեի հետ ա վերադարձրել, մեր ժողովրդի մենթորնիկների ապագան լավը տեսնենք, Աստված ջան, խնդրում եմ, ես մամա տատի եմ, ուզում եմ իմ թորնիկները գոնե լավ ապրեն, խնդրում եմ Աստված ջան, իմ երկրին հարստություն, ժպիտ հարստություն։ Հավանիչ տեսանյութը և բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։